Զորահանդեսի լույսն ու ստվերը գայլ կոչվող շները ինչու չկար Իսկանդերը, ինչու է Թրամփը որոշել ընտրություններից օրեր առաջ գովել Փաշինյանին և ինչու հայկական ծիրանը էլ ռուսների սրտով չէ։ Մի խոսքով շատ խառը օր է ստացվել, բայց նաև շատ հետաքրքիր։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք թեմաներն են, որոնց մասին ավելի մանրամասն խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, իսկ նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ այս նախագծին աջակցելու համար էլ շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Մայիսի 28-ը Հանրապետության օրն է, օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց այդ օրն է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը 1918 թվականին։ Իդեպ առաջին հանրապետության հետ կապված բազում գնահատականներ ու բազում անպատասխան հարցեր կան, ընդհուպ մինչև այն, թե ինչ սահմաններ է ունեցել մեր առաջին հանրապետությունը, որ մեր ոչ հեռավոր պապերը ստեղծեցին մոտ 120 տարի առաջ Բագրատունյաց Հայաստանի անկումից ավելի քան 900 տարի հետո։ Ասենք, օրինակ, Մասիսը այդ տարիներին Հայաստանի Հանրապետության մասն էր, թե ոչ։ Բայց դա գլխավոր հարցը չէր ու վերադառնանք օրվա հարցերին, օրվա գլխավոր թեման զորահանդեսն էր։ Անկեղծ ասեմ, եթե տարին նախընտրական չլիներ, անձամբ ես շատ եմ կասկածում, որ կունենայինք այսօր զորահանդես։ Ի սկզբանե կարծես այն տպավորությունն էր, որ զենքի ու սպառազինության ցուցադրություն է լինելու, բայց ի վերջո ընտրություններից առաջ նման աղմկալի ու բազմամարդ միջոցառում անցկացնելու առիթը կորցնելը ճիշտ չէր լինի։ Փաշինյանը դա լավ գիտակցում էր եւ այդ առիթը չկորցրեց։ Ու մասնավոր խմբայցերի ու փակ դիտումների փոխարեն ունեցանք զորահանդես բավական աղմկոտ ժանրի բոլոր կանոններով։ Նախ մի կարճ հոլովակով հիշենք զորահանդեսի դիտարժան կադրերը։ Սա առաջին զորահանդեսն էր, որը Հայաստանի Հանրապետության ղեկավարը բացեց խոսելով խաղաղության մասին, ընդ որում խոսելով խաղաղության մասին ոչ թե ապագայում սպասվող, այլ արդեն փաստացի գոյություն ունեցող խաղաղության մասին։ Ճիշտ է, այդ հայտարարությունը մի փոքր անսովոր էր հնչում զենքի ու սպառազինության ֆոնին, բայց ամեն դեպքում փաստը ունենք, այն ֆիքսենք պատմության համար ու անցնենք առաջ։ Հիշենք, թե էլ ինչն էր առաջին անգամ այս զորահանդեսին։ Դե սկսենք նրանից, որ նոր էր մարտական դրոշը, նոր էր համազգեստը, նախորդին էլ ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր գերբը, որի մասին գնահատականներ լավ ու վատ արդեն լսել ենք, վստահ եմ առաջիկա օրերին էլ նման գնահատականների պակաս չենք ունենա։ Բայց շատերին ավելի շատ տպավորեց այն, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորահանդեսին մասնակցել է կին զինծառայողների զորախումբը։ Կանայք հայկական բանակում միշտ էլ ներկա եղել են ամենատարբեր պաշտոններում, սկսած բուժ հիմնարկներից մինչև հրամանատարական պաշտոններ, բայց եթե չեմ սխալվում, սա առաջին անգամն էր, երբ կանայք մասնակցեցին որպես առանձին զորախումբ։ Մի խոսքով մեկ անգամ էլ վայել ենք կադրերը տիկնայք փապկասուն հայոց աշխարհի։ Հանրապետության հրապարակում զինված ուժերի կին զինծառայողներն են։ Գլխավորում է փոխգնդապետ Սոֆիա Անանյանը։ Կարևորելով կանանց ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, կառավարությունն այդ ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, ներդրել է իգական սերի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային 6 ամսյա ծառայության ծրագիրը, որի շահառուներին հնարավորություն է տրվում ծառայությունը շարունակելու պաշտպան հայրենիաց ծրագրով։
Առաջին անգամ հայկական զորահանդեսին ներկայացան նաև ռոբոտները, ճիշտ է դեռ չորքոտանի, բայց ինչպես ներկայացրեցին արհեստական բանականությամբ օժտված։ Իդեպ այդ ռոբոտները, որոնց շատերը վաղուց արդեն անվանում են շուն, պարզվում է անուն ունեն՝ գայլ։ Այժմ հրապարակում են ժամանակակից հետախուզահարվածային 4 օտանի գայլ ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական եւ բարդ ռելիեֆային պայմաններում Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի հետ ունակ են իրականացնելու տարբեր բարդության, հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաև զինամթերքի եւ այլ անհրաժեշտ միջոցների մարտի դաշտ հասցնելու խնդիրներ։ Համակարգն ունակ է նաև իրականացնել հայտնաբերված պայթուցիկ սարքերի կրակային եղանակով հեռահար ոչնչացում։ Համադրված է ցերեկային, գիշերային տեսանելիության, ինչպես նաև ջերմատեսիլ սարքերով, ունակ է իրականացնել թիրախի հայտնաբերում, տարբերակում եւ ուղեկցում։ Հաշվի առնելով ժամանակակից պատերազմների բնույթը եւ տարբեր հակամարտությունների ընթացքը, ներկայումս տարբեր պետությունների բանակներն անցնում են արհեստական բանականությամբ օժտված եւ հեռակառավարվող ռոբոտացված միջոցների, որոնց կիրառումը մարտի բարդ պայմաններում զուգորդում կամ փոխարինում է զինվորին։ Ժամանակի հրամայականն է ունենալ ժամանակակից, ճշգրիտ խոցման, հեռահար, հեռակառավարվող համապատասխան սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Ինչ տեսանք զորահանդեսի ժամանակ, հրապարակով անցել են օդային թիրախների հայտնաբերման եւ թռչող սարքերի արբանյակային ընդունիչների ճնշման համար նախատեսված Տուման ռադիոլոկացիոն համակարգը, ֆրանսիական Բաստիոնը եւ հնդկական Տատա զրահամեքենան, ռուսական TOS ծանր հրանետային համակարգերը, Սկորպիոն եւ Տոր զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ Լուսան զենիթահրթիռային համալիրը, որն ընդունակ է 25 կիլոմետր հեռավորության վրա միաժամանակ խոցել օդային 16 թիրախ։ Իդեպ այս թվարկման մեծ մասը թույլ է տալիս ենթադրել, որ հիմնական ուղղվածությունը նախատեսված է հենց հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու համար, հաշվի առնելով պոտենցիալ հակառակորդների, այսպես ասենք, հարձակողական զենքերի հիմնական մասի ուղղվածությունը։ Դրանք անօդաչուներն են, որոնք սպառնալիք են արդեն ոչ միայն մեր տարածաշրջանի համար, դրանք արդեն լուրջ ասելիք ունեն եւ լուրջ իրավիճակ են փոխում շատ ավելի մեծ տարածաշրջաններում եւ վերջին օրինակը տեսանք հենց Ամերիկա-Իրանա-իսրայելական բախումների ընթացքում։ Իդեպ շատերին այս զորահանդեսի ընթացքում շփոթեցրեցին արտասահմանյան զինատեսակներին տրված հայկական անունները, ասենք Արամազդը, դժվար թե գուշակեք, թե ինչ զինատեսակին էին այդ անունը տվել, բայց ամեն դեպքում լավ հնչում է Արամազդ, եւ այդ Արամազդը այսօր անցավ նաեւ Երևանի կենտրոնական հրապարակով։ Իսկ եթե ավելի լուրջ այս զորահանդեսի ընթացքում առնվազն 3 հետաքրքիր դրվագ կարող ենք առանձնացնել։ Առաջինն այն էր, որ տեսանք մի քանի երկրից ձեռք բերած զինատեսակներ, ընդ որում այդ երկրները որոշ դեպքերում նաեւ բացահայտ կամ քողարկված պայքարում են միմյանց դեմ, ասենք ռուսական, ֆրանսիական, իրանական, չինական ու հնդկական զինատեսակները հաշտ ու խաղաղ կողք կողքին ու ավելի ճիշտ իրար հետևից անցնում էին Երևանի գլխավոր հրապարակով։ Երկրորդ կարևոր հանգամանքը տեղական արտադրության զինատեսակների առատությունն էր, որքանով են ներկայացված հայրենական զինատեսակները արդեն պատրաստ մարտական ծառայության, թող գնահատեն մասնագետները։ Մենք որպես դիտող կարող ենք գնահատել միայն փաստը, որ Հայաստանում ինչ որ բան արդեն արտադրում են, իսկ դա արդեն լավ է։ Սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի։ Իսկ այսօր դուք հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, եւ որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։ Մեկը կարա հաշվի, քանի միլիարդի զենք է անցել այսօր հանրապետության հրապարակում, քանի միլիարդ դոլարի զենք է անցել Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի եւ չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են պետական պարտքը ավելացրել ենք։ Ընդ որում շատ արտադրողներ կան, որոնք
նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթը եւ այս փաթեթը։ Դու չես կարող, դա սուպերմարկետ չի, որ գնաց քարտը բան անես, ասես ես վերցնում եմ, որովհետև մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը, իրենք ասում են, այս մեխանիզմով եթե ուզում եք վերցրեք, որովհետև այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են կամ եւ այլն եւ այլն, այսինքն այդտեղ հազար ու մի բարդություն եւ հազար ու մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել եւ պետք էլ չի որ խոսենք։ Հետո մեր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը բան ենք արել, կրկնապատկել ենք կամ չգիտենք ինչ։ Ահա, խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Ու էլի ասում եմ, պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այնա, որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ։ Մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, Վասիլին ասվել է, որ վարկ վերցրեք եւ առեք, որովհետեւ իրենք ունեն իրենց ռազմարդյունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ։ Հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են։ Որոշ զինատեսակներ այսօր հրապարակում չտեսանք օրինակ ռուսական Իսկանդերը, բայց մեր հանրության ռուսամերձ հատվածին սփոփելու համար ասեմ, որ ամերիկյան անօթաչուներն էլ չտեսանք։ Դե այն անօթաչուները, որոնց լավ ծանոթ եք, որոնց հետ մեր պաշտոնյաները նկարվում էին վերջերս նախագահի նստավայրում, այնպես որ այդ հարցով կարող ենք ասել 1-1։ Մայիսի 28-ի անակնկալը Թրամփը մատուցեց Հայաստանին վերաբերող աննախադեպ գրառում է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ընտրություններից օրեր առաջ լիակատար աջակցություն հայտնելով Հայաստանի գործող իշխանությանը, խոսելով թրիփի մասին, Թրամփը նշել է, որ այն կփոխակերպի ամբողջ հարավային Կովկասի տարածաշրջանը եւ ճանապարհ կբացի կենտրոնական Ասիայից դեպի Միացյալ Նահանգներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գրառմանը արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար, գրել է Փաշինյանը։ Թրիփին թե Փաշինյանին է դեմ Ռուսաստանը դժվար է ասել, բայց անցած օրերին Մոսկվայից հնչող ուղերձները նկատելի խստացել են, դրանք արդեն փաստացել ուղերձներ չեն, այլ կոնկրետ գործողություններ։ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի Հանրապետությունից ցակող եւ առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման վրա, մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Երկար ու ձանձրալի ձևակերպում էր, գիտեմ, բայց ընդհանուր միտքը այն է, որ հայկական գյուղմթերքը այս փուլում ու թվարկված տեսակները այս փուլում չեն մտնի ռուսական շուկա, բայց դա էլ դեռ բավական չէ։ Մոսկվայում հավանաբար կարծում են, որ այս ուղերձը այն ծանրակշիռ ազդեցությունը չի ունենա, ինչ որ ցանկալի էր։ Խաղի մեջ է մտնում Զախարովան, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից 2026 թվականին ծիրան չի ընդունի։ Զախարովան հայտարարել է ու չի էլ թաքցրել, պատճառը ոչ թե տնտեսական է կամ առողջապահական, այլ հենց քաղաքական։ В связи с текущим состоянием политических отношений между Ереваном и Москвой Российская Федерация приняла официальное решение полностью приостановить импорт абрикосов из Армении в текущем году. Ограничения вступают в силу немедленно и распространяются на весь объем запланированных поставок. Սահուն հասանք Հայաստանում սպասվող ընտրություններին, այստեղ առանձնապես ասելիք չկա, հայրենի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները շարունակում են միմյանց անպատվելու ռեկորդներ սահմանել։ Իսկ Փաշինյանը այս թեմաների մեջ արդեն այնքան է հմտացել, որ նրա ելույթները արդեն կարող են գեղարվեստական արժեք դառնալուն հավակնել, թե որ ժանրում որոշեք ինքներդ, բայց մինչ այդ մեկ անգամ էլ լսենք Փաշինյանին, որ ընդհանուր պատկերը լավ պատկերացնենք, թե նախընտրական եւ թե հետընտրական։ Սյունիք տվող Քոչարյանը եկել էր մեզ մեղադրում, Սյունիք մի հատ էլ ասում է, որ իմ հաղթանակը ձեռից եթե ինչ անեն, խլեն։ Եթե խլելու բան կա, մենակ քո բանտը ձեռից կարան խլեն, դա կարծում եմ այս անգամ չի ստացվի։ Այն մյուսները, որ ասում եք, բանը Ծառուկյանը ասում ապացուցի, որ շպիոն է։
Շպիոնին օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Ինքը գործակալ է։ Այդ ժարգոնն էլ ասում եմ, որ նա խելքդ գլուխը հավաքի։ Խելքդ գլուխը հավաքի, լավ է քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ։ Պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ ворց կլինի անպայման, խոստանում եմ։ Այս թեմաների հետ կապված նորություններ անկասկած կլինեն առաջիկա օրերին, այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։